Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի հելտանքը լինի Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների Այսօր շատ հանգիստ եմ քնես թորնիկս Ու շատ երկար Այո, որովհետև ավարտել եմ գիրքս եւ կարող եմ հանգիստ շուչ քաշել Ուրա, պապիկ, շնորհավոր Ինչ, պապիկ խոսիր Գիրքը Ինչ անշանակում գիրքը կորելա Չգիտեմ, ասեցին համ լավ նորություն ունենք, համ վատ Լավ այնա, որ պապիկը գիրքը գրել վերջացրել է Վատն էլ այնա, որ գիրքը կորել է Բայց ուր պետքա գիրքը կորեր Գոր չգիտեմ, կգնանք, կպարզենք Բաժանորդը ժամանակավորապես Աննան դեռան հասանելի է Բա մյուսները Արմեն ջան, ես քո հեռախոսավարը չեմ, հեռախոս ունես, զանգետ ես, ստորք, չկատաղես Ասեք ինձ, ինչ հանգամանքներում և որտեղ է կորել գիրքը Ով է եղել վերջին մարդը, որ տեսել է այն Բարև Շահանե քուրիկ ջան Բարև Գորջան Վերջին անգամ գիրքը տեսել է պապիկը իր գրասեղանի մոտ գիշերով Հետո Ես առավոտյան փոշիներն էի սրբում Դեռ հերթը չէր հասել պապիկի սեղանին Կասկածյալներ կան Ինչու՞մ Դե ենթադրություններ, թե ով կարող է գողանալ գիրքը Բայց ինչից ենթադրեցին, որ գողացել են Գորջան, ես չեմ դուրս Այս տանը ապրում է երկու անձ Եվ երկուսն էլ փաստացի հետաքրքրված չեն գրքի անհետացման գործում Իսկ գիտնականները վաղուց արդեն պարզել են, որ գրքերը ինքնուրույն չեն կարողանում տեղաշարժվել Բայց դա չի նշանակում, որ գողացել են Շահանե քույրիկ ջան, չհարցնես ինչ եմ գորին հանդուրժում, որովհետև չգիտեմ Գորջան, բա ինչ է նշանակում Լավ, Արմեն, ըստ քեզ, ով կարող էր նման բան անել Տվեք ինձ գրելու համար որևէ առարկա եւ ես կկազմեմ ցուցակ Մի րոպե Խնդրեմ Նախ ինձ ասեք, ով գիտեր գրքի գոյության եւ կարեւորության մասին Դե, այս երեքս Դավիթը, Աննան, Մարիան ու պապիկը Ինչ է մի կասկածյալների ցուցակ ես գտել Գոր հենց դու սկսես տրամաբանել, ես կզարմանամ ու զարմանքից գլուխս կկորցնեմ Որ տրամաբանությամբ, հա, Աննան կասկածյալ Գոր ջան, Աննան այնքան շատ է սիրում գիրք կարդալ, որ հավանականությունը չի կարելի բացառել Հա, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ Աննան նման բանի ընդունակ է Այնպես որ արի բացառենք Արմեն Շահանե ջան, Աննան որտեղ է Չգիտեմ Մի րոպե Մնացածը ուր են
Այ էս առաջին վարկածն է մյուսներին էս ցանկ ավելացնելու համար։ Կապի դուրս չեն գալիս, ամբողջ ճանապարհին զանգել ենք։ Դավիթը անհայտ ծագում ունի։ Ես իմ որտեղից հայտնվեց, հիմա էլ կորելա։ Գուցե նրա նպատակի սկզբանե գիրքն է եղել։ Դե լավ էլի Արմեն։ Մարիայից ամեն ինչ սպասելի է։ Այ այդտեղ համաձայն եմ։ Ասեմ ավելին, միգուցե կան անուններ, որոնց մասին մենք անգամ տեղյակ չենք։ Պետք է պապիկին հարցաքննել։ Վախենամ չստացվի։ Ինչի՞։ Պապիկ, դու իրոք կարծում ես, որ գիրքը հետտեղ է։ Ինձ հանգիստ թողեք։ Պապիկ ջան, հիմա հանգիստ մնալու ժամանակ չկա։ Պետքա գիրքը գտնենք, թե չէ ժամանակը կկորցնի հետքը։ Արմեն փիլիսոփայելու ժամանակը չի։ Պապիկ ջան, մենք քեզ մի քանի հարց տանք էլի անկախ քո գտնվելու վայրից։ Ինչու ես այստեղ։ Որովհետև մարդկանցից նեղացել եմ։ Բոլոր։ Այո, քանի որ կենդանիները բույսերը գիրքս չէին կարող գողանալ։ Պապիկ, բայց աշխարհում կան ազնիվ մարդիկ, որոնք նույնիսկ կարողանալու դեպքում նման բան չէին անի։ Ես օգնել եմ պարզել ով է ազնիվ, ով է գող։ Լավ, բայց մեզ վստահում ես, չէ։ Ոչ։ Ոնց ոչ։ Պապիկ, ես կարծում եմ արժի վստահել նրանց։ Նրանք ամեն գնով ուզում են գտնել գիրքը։ Գողին ամենաշատը գողն է փնտրում։ Բայ, Ճիշտ է ասում, մեծական խոսք է։ Պապիկ ջան, մենք քեզ մի հարց էլ տանք ու էլ չենք անհանգստացնի։ Մեզնից բացի ով գիտի գրքի մասին։ Ոչ ոք, այ հենց դուք էլ գողացել եք գիրքս։ Գնացեք ինձ հանգիստ թողեք։ Լավ, վերջ, գնում ենք։ Պապի ջան, զգույշ կլինես չընկնես, մենք գիրքը գտնենք, լավ։ Պապիկ, չես իջնելու։ Ոչ թորնիկս, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք։ Լավ։ Դե գոնե սա կեր, պապիկ։ Չեմ ուզում։ Լավ։ Մի բան բաց ենք թողել, բայց չեմ հասկանում։ Գիրքը։ Պետքա գտնել կասկածյալներին։ Աննա ինձ մասին ես խոսում։ Բայլ ում։ Հա գտնել պետք է, որովհետև արդեն անհանգստանում եմ, բայց ոչ նրա համար, որ կասկածյալ եմ։ Ասում էի, չէ՞ չի հաջողվի պապիկին հարցաքննել։ Բայց հաջողվեց։ Մենք հասկացանք, որ կասկածյալների ցուցակը սահմանափակվում է մեր իմացած մարդկանցով։ Իսկ կա հավանականություն, որ գիրքը ոչ թե գողացել են, այլ դուք ինչ-որ տեղ եք գտել ու մոռացել կամ չգիտեմ։ Ոչ, պապիկը հաստատ գիրքը սեղանից հեռու չէր տանի։ Դու ես էլ ձեռք չեմ տվել։ Աննա, ալո։ Աննա ջան, դու ես։ Ինչպես ես։ Լավ Արմեն, ամբողջ գիշեր գիրքն եմ կարդացել, նոր արթնացա։ Վայ, ինչ հետաքրքիր ստացվեց։ Մենք էլ հենց նոր գիրքն ենք փնտրում։ Պարզվեց դու ամբողջ գիշեր գիրք ես կարդացել։ Գիրքն եք փնտրում։ Հա, հենց այդ գիրքը վերցրա ու արի։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Արի կբացատրեմ։ Ինչ հետաքրքիր ստացվեց։ Գիրքը գտնվեց առաջին իսկ կասկածյալի մոտ։ Հավատը չի գալիս։ Իմ հավատն էլ չի գալիս, Արմեն, մի բան շփոթել ես։ Վայ, ասում եմ, մարդը ամբողջ գիշեր գիրք է կարդացել, բայց ինչ գիրք։ Աննային ճանաչելով ես վստահ եմ, որ նա բոլոր գիրքերը կարդացել է բացի պապիկի գրքից։ Դու կարող ես պապիկին կանչել տուն։ Ես իհարկե դա կանեմ մեծ ուրախությամբ, բայց միայն գիրքն իմ աչքերով տեսնելուց հետո։ Այսքան բան։ Արջը ժամանակին ջրաղաց բան է եղել, բայց երբ շատ գողություն է արել, Աստված զայրացել է նրա վրա եւ արջ դարձրել նրան։ Գրին առաջ եղել է գող եւ շատ վարձ առնող ջրաղաց բան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատն անիծում է նրան ասում. Քեզ տեսնեմ այդ կոտը գլխիդ ման գալիս։ Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղաց բանը դառնում է կրիա, գլխին կոտ։ Արշ լինի թե կրիա, միևնույն է գտնելու եմ։
Դիմավորեք։ Աննա ջան, հասկացանք, որ գրքի գողը գող չի, բայց խոսքը չի գնում չտպագրված, չթվայնացված ու ձեռագիր միակ օրինակի մասին։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Աննա, ասա որ պապիկի գիրքը դու չես գողացել։ Չէ, ես ես գիրքն էի կարդում։ Այդ թվայնացրել ես։ Այդ ինչ գիրք է։ Ռուբեն Մանուխյանի գիրքն է։ Պապիկի գիրքը որտեղ է։ Որտեղ է պապիկի գիրքը։ Պապիկի գիրքը գողացել են։ Բա պապիկը որտեղ է։ Անտառում է, տխուր է պապիկը։ Բա Դավիթն ու Մարիան։ Դա պետքա պարզել։ Շատ հավանեցի ֆիլմը։ Քեզ էլ չէ դուր եկավ։ Հա։ Ինձ ամենը շուտ դուր եկավ այն, որ գլխավոր հերոսը Սպունգ Բոբի նկարով պայուսակ ուներ։ Քեզ էլ չէ դուր եկավ։ Չէ։ Բա ինչը։ Տիտրերը։ Տիտրերն էլ էին շատ լավը։ Տակ շոկոլադ խմենք։ Չէ։ Գնանք կարուսել։ Չէ։ Գնանք հրապարակի ձմեռ պապիկների հետ նկարվենք։ Չէ։ Սրճարան։ Չէ։ Գրադարան։ Չէ։ Մարիա ջան, համ դու ես ինձ կանչել կինո նայելու։ Համ էլ քեզ հիմա նենց ես սպանում, որ շրջևեմ գնամ չես էլ նկատի։ Հա։ Բա ինչ ես ինձ կանչել կինո նայելու։ Որ կինո նայենք։ Արմեն ջան, չես պատկերացնի ինչ ուրախ եմ, որ զանգել ես։ Դրա համար նախորդ 18 զանգերից չէիր պատասխանում։ Դե չէ, Մարիայի հետ կինո ենք նայում։ Ախ, Մարիայի հետ։ Հա, եթե չեմ սխալվում, ախը ցավի զգացողության նշանա, չէ։ Պատահաբար պապիկի գիրքը ձեզ մոտ չի։ Պապիկի գիրքը մեր մոտ ինչ գործ ունի։ Պապիկի գիրքը կորել է։ Գալիս ենք։ Ես արդեն սկսում եմ կասկածել, որ Դավիթն է գողացել։ չէ, որ կասկածյալների ցուցակը դատարկ է եւ մենք մնում ենք ձեռնունայն։ Իմ վերջին գիրքն էր։ Ես իմ այս տարվա լավագույն ամիսները նվիրել եմ այդ գրքին։ Թեկուզ արշ լինի, կրեա լինի, միևնույն է վերադարձնելու եմ ես այդ գիրքը։ Գոր եւ Աննա, ինձ անսպասելիորեն հետաքրքրում է մի հարց։ Դուք երբևէ միասին կինո գնացել եք։ Այո։ Ասեց այո։ Ուրեմն այստեղ տրամաբանություն կա։ Դե շատ են գնացել։ Ասեց շատ են գնացել։ Այստեղ օրինաչափություն էլ կա։ Ինչ ես խոսում։ Չես ուզում եմ հասկանալ, որտեղ կարող է լինի գիրքը։ Որ որոշեցինք հանգստանալ գիրքը կորցրել։ Դե Դավիթ ջան, մեզ գրքի վրա ոչ մեկ պահակ չէր կանգնեցրել, նենց որ մենք էլ էինք հանգստանում։ Լավ դե պապիկ տեսնենք ինչ ա եղել։ Արմեն, ոնց դու ասեցիր, տրամաբանությունից բացի օրինաչափություն էլ կա։ Ոնց որ ես ասեցի, ճիշտ ես ասում։ Ինչ եք խոսում, գրքից պատմեք։ Գրքից քեզ մենակ մի հոգի կարա պատմի։ Ո՞վ, պատմության ֆակուլտետի ուսանողը։ Ոչ, գրքի գողը։ Հա բայց ում էր պետք է գիրքը, որ մի հատ է գողանային։ Ճիշտ է։ Պոֆուն, պատմության ֆակուլտետի ուսանողին էինք մոռացել։ Հարգելի պատմության ֆակուլտետի ուսանող, դու միակ վերջին եւ անքննելի կասկածյալն ես։ Գիրքը վերադարձրու։ Շատ կտրուկ էր։ Զրո դիվանագիտություն։ Արմեն, կարող ենք հանդիպել։ Չեմ լսում ձեր ծափահարությունները։ Պապիկ, դու դեռ չես իջել։ Շատ է զգույշ եղիր։ Ինչի համար։ Այստեղ արջ կա։ Հա, երևի հենց արջն էլ կերել է այս կարկանդակները, հա։ Հա, կերել է, շնորհակալությունն էլ հայտնել է։ Պապիկ, որ իջել ես, ինչի ես նորից բարձրացել։ Շանը, դու ինչ ես լսում։ Ասում եմ զգույշ եղիր, այնտեղ արջ կա։ Դե լավ, պապիկ, վերջացրու։ Ես անհանգստանում եմ։ Մենք պատմության ֆակուլտետի ուսանողի մասին ոչ մի բան չգիտենք։ Չենք տեսել նրան։ Արմենն էլ գնացել է առանձին հանդիպելու։ Իսկ դու համար ես ավելի շատ անհանգստանում, Պֆուի թե Արմենի։ Այ լավ հարց էր, որովհետև մենք Արմենին ճանաչում ենք։
Արմեն։ Բա ինչու չեմ լսում Արմենին բնորոշ հաղթական ճիչերը։ Ինչ խոսացիք։ Ինչ տեսք ուներ բխում։ Մենք միգուցե վերջին անգամ ենք խոսում։ Խնդրում եմ, լսել ինձ մինչև վերջ եւ միգուցե կարողանաք ներել ինձ։ Ես վաղուց պապիկի գրքերի մեծ երկրպագուն եմ։ Ինձ հաջողվել էր կարդալ նրա առաջին գիրքը։ Հետո պարզեցի, որ նրա գրքերից ընդամենը մի օրինակ է տպագրվում եւ ընդունվեցի տպագրատուն աշխատանքի։ Ամեն անգամ, երբ Շահանեն բերում է գիրքը եւ հանձնում տպագրման, ես էի ստանձնում սրբագրման աշխատանքը, որ համել կարդամ։ Շահանեք հույրիկ ջան, պապիկը հասկացանք դուք ինչի եք բարձացել ծառը։ Էստեղ արջ կա։ Առաջարկում եմ դուք էլ արագ բարձրանաք ծառը։ Ես առաջարկում եմ դուք իջտեք ու մենք հանգիստ գնանք տուն, որովհետև գիրքը գտնվել է։ Անցած տարի ինձ հեռացրեցին աշխատանքից, որովհետև մի հեղինակի ասեցի, որ իր գրքում տեղեկատվական մեծ սխալներ ու բաց թողումներ կան։ Երբ իմացա, որ դուք պապիկին եք օգնում, սկսեցի ձեզ օգնել, որ ինչ-որ կերպ կապ ունենամ հեղինակի հետ, որը ինձ ոգեշնչել է ընտրել մասնագիտությունս։ Ես գիտակցում էի, որ այլ հնարավորություն չեմ ունենա կարդալու պապիկի օրիգինալ գրվածքը։ Գիտեմ, որ իմ արարքը ներում չունի, բայց ես այն ի սկզբանե վերցրել էի կարդալ եւ վերադարձնելու նպատակով։ Խնդրում եմ փորձեք ներել անմիտ արարքս։ Իսկ հիմա ես ինչպես խոսեմ նրա հետ։ Պապիկ ջան, դու խոսիր, ես ձայնայինը միացնեմ։ Տղաս, ալո։ Գիրքս դուր եկավ քեզ։ Ասում եմ գիրքս դուր եկավ քեզ։ Պապիկ, պետք չի բղավել։ Հիանալի էր, բայց եթե անկեղծ ես մի քանի բան կխմբագրեի տպագրելուց առաջ եւ շատ օրինակներ կտպագրեի, որ բոլորը հնարավորություն ունենան այն կարդալու։ Շահանի ջան, խոսիր այդ տղայի հետ։ Կատարեք վերախմբագրումը եւ տպագրեք գիրքը։ Ես ձեզ երկուսիդ վստահում եմ այս գործը։ Ինչպես էր նրա անունը։ Պապու ջան, քո անունը ո՞նց էր։ Պապիկ։ Հիմա ես կարող եմ գնալ հանգստանալ։ Շահանե ջան, քեզ ուղարկեմ ես նոր պապիկի համարը։ Այո, իհարկե։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջրսով հետքերով արկածների։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։